Շենքերի նկուղներում կուտակվող ջրի խնդիրը նոր չէ Գյումրիում, սակայն լուծում ստանալու փոխարեն ընդլայնում է իր տարածվածությունը, հասնելով այս անգամ գծի հետև կոչվող թաղամաս, այդ թվում Սաշա Գրիգորյանի 10 շենք։ Սկզբից շատ լավ էր, ոչ ջուր, ոչ մուր, կամաց քայ գեց աղտարուբեկը հալում աշխեղնի, մարդը քելաստեղը կեգնիկ ճարդի, եկա շենքը 30 տարի, տարուբակը դիմանա։ 64 թվից այս շենքն եմ ապրի, այդպես բաներ չկար, այս վերջի տարիներին է սկզբից է ջուրը քիչ էր, հետո քիչ շատացել է։ Հատկապես առաջին հարկի բնակիչների մտահոգությունները մեծ են խնդրի հետ կապված, այսօր վերանորոգածն է շարքից դուրս գալիս, վաղը շենքի հիմքերը կխարխլվեն, նշում են վերջիններս։ Եկուց միսօր շենքը խեղմեկի կգնկցած, երկրաշարժն ինչ շենքը բլվա, առաջինն է ես ու Յուրիկը կեշտ, այսինքն ինքը մեկ Երևան կեշտ է, ես։ Դուշմիկը առաջին հարգի ավրողը, դաժը առաջ արգել եմ, ժողովորդին սել եմ տունը 20-20 հազար, տնենք ջերմուղ ենձեն 200,000 փող ուզեց, որ մարդ ես ինչ համարին կզանգեք, այդ մարդը կաբնվիս, ինքը կուկա կշին է, 200 օչիլ չկա ես շենքի վրա, ես ումից ինչ փող հավաքեմ։ Բնակիչները վերջին 4 տարում ծագած խնդրի լուծման համար ինչ դուր ասես ծեծել են, սակայն Բադից ծեն կուկա, իրանցի ծեն չի գա։ Էլ ջերմուղ, էլ քաղաքապետարան, էլ մազբեդարան։ Պատկան մարմիններից առանձնացնում են համատիրությունը, չնայած հավաքագրվող քիչ գումարների եւ սուղ հատկացումների համատիրությունը կարելի է ասել ջանքեր գործադրում է ժամանակավոր լուծումներ գտնելու համար։ Էլի փարկուդա մասը մեր համատիրության նախական, էլի բարեխիչ տղայի ուրա կուկա, իրա Անով ուժերով ջուրը մաքրեն կերտում։ Շենքը սպասարկող Ավրորա համատիրության նախագահ Աշոտ Արշալուսյանը այսօր լրատվականի հետ զրույցում հաստատում է, խնդիրը բազմաշերտ է եւ կապված է թե շինարարական, թե ֆինանսական խնդիրների հետ։ Նրա խոսքով խնդիրը ծագում է շենքի հիմքից մոնոլիտային բետոնի հատվածից։ Ջրի աղբյուրը դեռ չեն կարողացել հստակ հայտնաբերել։ Մի քանի անգամ փորձել են տարբերակներ խողովակների փոխարինում, պոմպերով ջրի հեռացում, բայց արդյունքը կարճ ժամկետ է լինում։ Դրա համար լուրջ ֆինանսական միջոցներ են պետք։ Իսկ համատիրությունը գործում է ինքնաֆինանսավորման սկզբունքով բնակիչների կողմից վճարվող գումարները չափազանց քիչ են, եթե հաշվի առնենք, որ համատիրության բալանսում կա 7 շենք։ Եթե բոլոր բնակիչները վճարեն ամսական մոտ 140,000 դրամ կհավաքվի, բայց մոտ 40% բնակարաններ չբնակեցված են, 10-ից 15%-ն էլ սոցիալապես անապահով են։ Արդյունքում գումարները չեն բավարարում նույնիսկ մինիմալ աշխատանքներին։ Համատիրության նախագահն էլ արձանագրում է, որ վերջին տարիներին համայնքապետարանից սուբսիդիաներ չեն ստանում, ինչը տանում է խնդիրների սրմանը։ Խաչատրյան, Խան Հովհաննիսյան, այսօր։ Ապարանի Արագած բնակավայրի թիվ 1 դպրոցը շուտով 1 տարի կլինի, որ Հարևան գյուղի Շենավանի դպրոցականների կոլեկտիվի համար հյուրընկալ հասցե է դարձել։ Մի քանի կիլոմետր են գյուղերն իրարից հեռու, շենավանցի դպրոցականներն ամեն օր գյուղի եկեղեցու մոտ են կեսօրին հավաքվում, այդտեղից խումբ ավտոբուսներով հարևան բնակավայր հասնում։ Թիվ 1 դպրոցն առաջին հերթով իրենց գյուղի աշակերտներին է ընդունում, երկրորդ հերթն ամբողջությամբ շենավանցիներին հանձնում։ Յուրաքանչյուր երեխայի համար պետությունը վճարում է եւ տրանսպորտը մի քանի հերթով բերում է բոլոր աշակերտներին։ Շենավանի հին դպրոցը նախորդ տարի է հիմքից ապամոնտաժվել, նորն է կառուցվում հիմա։ Դասվար Սյուզաննա Սահակյանը 16 տարի աշխատել է այդ հին վթարային հարկի տակ։ Երբ նախորդ տարի աշնանը իրենց աշակերտներին ու ծնողներին հայտնեցին, որ որոշվել է շենքը քանդելու նորը կառուցել, ինչ որտեղ թեթևացած շունչ քաշեցին։ Ու հիմա թեպետ անհարմարություններին հիմնականում գնալ գալու հետ կապված աշխատանքային գրաֆիկի անտրտունջ են, կարևորը մեծ խնդիր կլուծվի ու ամեն ինչ 1 տարուց հունի մեջ կընկնի։ Երեկոյան ժամերին ենք ավարտում, փոքրիկների հետ գյուղամիջում ենք իջնում, միջև ճանապարհում ենք տուն, բավականին մեզ համար ծանր է, բայց ժամանակավոր է եւ ի ուրախություն բոլորիս շատ շքեղ դպրոց ենք ունենալու։ Այս տեսքը կունենա Շենավանի նոր դպրոցն արդեն 2026-ի դեկտեմբերին։ Հինը, որ քանդել են, նախորդ դարի 60-ականների կառույց էր, բայց ոչ այդքան տարիքից, որքան 88-ի երկրաշարժից, տուժած, թուլացած, անվերականգնելի։ Նորը կառուցվում է հենց նույն տեղում ու արդեն նոր ժամանակակից ստանդարտներով։ Շինարարության առաջին փուլը դժվար հաղթահարվեց, ընթացիկ գործն ավելի արագ է առաջ գնում։ Կառուցման ընթացքում գրունտային ջրերի պատճառով ահագին դժվարությունների ենք հանդիպել, բայց բոլորը հաղթահարել ենք։ Հիմա արդեն բարձրացել ենք զրոյական վիճակ, որը որ արդեն հույսատալի, որ սրանից հետո ավելի լավ կլինի։ Որ նոր կառույցի հիմքերն այսպես ասած անխոցելի լինեն, նոր լուծումներ են կիրառվել։ Հիմքերը իրականացվել են ջրանթափանց բետոնով
եւ հետագայում որպեսզի խուսափենք գրունտային ջրերի ագրեսիվ ազդեցությունից իրականացվելու է դրենաժային համակարգ։ Դպրոցը ունենալու է 4 մասնաշենք, նախատեսված է լինելու 288 աշակերտի համար, 4 մասնաշենքերը իրարից առանձնացվելու են սեյսմիկ կարաններով։ Մասնաշենքերից երկուսում կտեղակայվեն դասասենյակները, անհրաժեշտ գույքով հագեցած լաբորատորիաները, սպորտային դահլիճը կլինի առանձին մասնաշենքում, որակյալ ծածկույթով ֆուտբոլի բացօթյա խաղադաշտ է նաև կառուցվելու։ Նոր դպրոցի մակերեսը ավելի քան 2690 քառակուսի մետր տարածք ունենալու է կանաչապատ տարածք, բարեկարգում ցանկապատվելու է լուսավորություն արտաքին, ինչպես նաև հագեցված լինելու ժամանակակից բոլոր հարմարություններով։ Շինարարության բյուջեն 2 միլիարդ 647 միլիոն դրամ է, դպրոցը կառուցվում է Կառավարության և Ասիական զարգացման բանկի համաֆինանսավորմամբ։ Մինչ մյուս տարեվերջ դպրոցի բացումը կլինի, արդեն այս տարի հաշված շաբաթներից Շենավանի նորակառույց մանկապարտեզը նորամուտ կնշի։ Հենց դպրոցի հարևանությամբ է նախակրթարանը կառուցվել, Շենավանի պատմության մեջ առաջին մանկապարտեզն է, գյուղը երբեք չի ունեցել։ Մանկապարտեզը հանձնվելու է նոյեմբերի 15-ին։ Շահգործման են անձնելու։ Գույքը ամբողջովին ստացել եմ, համայնքը մոտակա օրերս վակը կստեղծի, կանցնենք նոր մանկապարտեզի։ Մանկապարտեզը սուբվենցիոն ծրագրով է կառուցվել մոտ 280 միլիոն դրամ բյուջեով, մեծ մասը կառավարությունից, մոտակա գյուղերի, հիմնականում Արագածի, Հարթավանի մանկապարտեզներ հաճախող շենավանցի փոքրիկները վաղ առավոտից ծնողների հետ այլևս հարևան բնակավայրեր չեն, շտաբի ընտանիքների հոգսն էլ կթեթևանա։ Մեկ ժամ ու կես առաջ ավարտվեց իմ օպերացիան, արեցին։ Ես շատ գոհ շնորհակալ եմ բժիշկներին։ Բուժարում Էլքոն Գոնչոյանը վերջին շրջանում սուր ցավեր ունենալով որովայնի շրջանում դիմել էր կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ուրոլոգիայի բաժանմունք, որտեղ իրականացվել էր ախտորոշում եւ կատարվել վիրահատական միջամտություն գերժամանակակից լազերային սարքավորման միջոցով։ Արդյունքում վիրահատությունից ժամեր անց հիվանդը հետվիրահատական գանգատներ չունի։ Ամեն ինչ նորմալ է, լավ եմ զգում եւ հույսով եմ, որ 2 օրից ավելի շուտ գնամ տուն։ Նորագույն լազերային համակարգն է։ Եզակի այս սարքավորման հնարավորությունները ներկայացնում է ուրոլոգիայի բաժանմունքի ղեկավար Վահրամ Հակոբյանը, ընդգծելով, որ այն կենտրոնական զինվորական հոսպիտալի վերջին տարիների ամենակարևոր ձեռքբերումներից է, ինչը զգալիորեն նպաստել է թե բուժանձնակազմի աշխատանքների արդյունավետության բարձրացմանը, թե բուժառուների խնդիրների արագ եւ հեշտ լուծմանը։ Սա ամենահզոր եւ ամենաժամանակակից սարքերից է, որի միջոցով կատարվում մի շարք վիրահատություններ։ Ես հատկապես կուզենամ նշել շագանակագեղձի լազերային էնուկլեացիայի մասին, որը այսօր այդ պաթոլոգիայի բուժման ամենաժամանակակից մեթոդն է եւ ունի մեծ առավելություններ։ Սարքի առավելություններից է հետվիրահատական աննշան բարդությունները։ Այն նվազագույն ինվազիվ միջամտություն է, որը կրճատում է նաեւ բուժառուի ապաքինման ժամանակահատվածը։ Ստանդարտ վիրահատության ժամանակ, այսինքն տրանսֆորմատոր ռեզեկցիայի ժամանակ կաթետերը հանվում է 3-րդ, 4-րդ, 5-րդ օրը, այս պարագայում մենք կարողանում ենք նաև ուրետրալ կաթետերը հեռացնել վիրահատության մյուս օրը։ Այս սարքով կատարվում են մի շարք նաև այլ վիրահատություններ եւ կապված միզաքարային հիվանդության հետ, ինչպես նաև միզուկի նեղացումների, միզատորանի նեղացումների եւ այլ պաթոլոգիաների համար։ Սարքը բացառիկ սարք է, ինչի շնորհիվ մեծ քանակությամբ վիրահատություններ են կատարել, մեծ թիմային աշխատանքի արդյունքում ունեցել ենք առավելագույն լավ արդյունքներ։ Բժիշկները վստահեցնում են, բաժանմունքում յուրաքանչյուրին ցուցաբերվում է անհատական մոտեցում, ինչը իր հերթին նպաստում է հիվանդների արդյունավետ բուժման կազմակերպմանը։ Մեծ սրտացավություն ենք դրսևորում հիվանդների հանդեպ, բոլորս թիմային աշխատանքի արդյունքով փորձում ենք առավելագույնի հասցնել հիվանդների բուժական տակտիկան, առողջացումը եւ հիվանդների բարձր տրամադրությամբ ուղարկում ենք տուն։ Բարոկամերա մտցնելուց հետո, կան որ վակուումով արդեն փակ է, ճնշումը սկսում է բարձրանալ, լսողություն չկա։ Բժշկուհի Մելանիան ներկայացնում է գերճնշումային թթվասնարարության բաժանմունքի համալրվածությունը։ Թթվասնային հատուկ այս սարքը, որով համալրված է հոսպիտալը, արդյունավետորեն աջակցում է մի շարք հիվանդությունների բուժման ընթացքին։ Բարոկամերան ինքը սարքա, որը շատ անհրաժեշտ է եղել բանակին, որը մենք 2000 թվականից ունեցել ենք, նախկինում մի քիչ փոքր էր, բայց կատարում էր նույն ծառայությունը, հիմա ավելի կոմֆորտ է, ավելի բարձր է։ Թերապիան հատկապես արդյունավետ է գլխուղեղի, սրտի խնդիրների, շաքարային դիաբետի, աուտիզմի, լուրջ վնասվածքների եւ հետվիրահատական բարդությունների վերացման գործում։
Այժմ ստուգում են բուժառուի զարկերակային ճնշումը։ Եթե հակացություններ չկան, հիվանդը ուղիղ 1 ժամ պետք է անցկացնի փակ սարկավորման մեջ, ստանալով թթվասնի մեծ քանակություն։ Հիմնվելով մասնագիտական փորձառության վրա բժշկուհին վստահեցնում է, նույնիսկ 1 այցելությամբ հիվանդը զգում է շոշափելի արդյունք։ Առանց ջրի ինչ որ ժամանակ մարդը դիմանում է, առանց սնունդի ավելի երկար, առանց թթվասնի բոլորովին չդիմանում։ Շատ կարճ ժամանակ։ Իսկ այն հյուսվածքները, որոնք արդեն թթվածնով չեն մատակարարվում, դրանք արդեն սկսում են իրանց վատ ճանապարհը։ Իսկ երբ որ մտնում են բարոկամերա, որտեղ կան միկրոանգիոպաթիաներ, այսինքն փոքր մազանոթները, անոթները արդեն փակվել են, արդեն խցանվել են, բարձր ճնշմամբ թթվածնի ազդեցությամբ սկսում են իրանք բացվել։ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի համալրվածությունը ժամանակակից սարքավորումներով եւս մեկ անգամ փաստում է, որ այսօր ռազմաբժշկական ծառայությունը քայլում է ժամանակին համընթաց եւ պատրաստ է բարձր որակի ծառայություններ մատուցել ինչպես իր շահառուներին, այնպես էլ քաղաքացիական անձանց։ Եվ որ ամենակարևորն է, Հայաստանում եւ արտերկրում բազմաթիվ վերապատրաստումներ անցած ռազմաբժիշկները նվիրումով ու հոգատարությամբ կանգնած են յուրաքանչյուր բուժառուի կողքին, հոսպիտալացման առաջին պահից մինչեւ լիակատար ապաքինումը։ Միացյալ Նահանգներում ավարտվել է երկրի պատմության ընթացքում ամենաերկար շատդաունը, որը շարունակվում էր 43 օր։ Ներկայացուցիչների պալատը հաստատել է այնուհետև նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել օրենքը, որով կառավարության աշխատանքը կֆինանսավորվի մինչև 2026 թվականի հունվարի 30-ը։ Սպիտակ տան ղեկավարի խոսքով կառավարությունն այժմ կվերսկսի իր բնականոն աշխատանքը։ Պետական բազմաթիվ ծառայություններ հոկտեմբերից կասեցվել էին, շուրջ 1.4 միլիոն դաշնային աշխատողներ ուղարկվել էին հարկադիր պարապուրդի կամ աշխատում էին առանց վարձատրության։ Կառավարության աշխատանքի մասնակի դադարեցումն ազդել էր ավիահաղորդակցության ոլորտի վրա։ Խնդիրներ էին առաջացել կարիքավորներին պարենային օգնությամբ ապահովման ծրագրում, որից օգտվում է շուրջ 42 միլիոն մարդ։ Շատդաունի պատճառ էին դարձել դեմոկրատների եւ հանրապետականների տարաձայնությունները առողջության ապահովագրության ծախսերի շուրջ, որոնց ժամկետն ավարտվում է տարվա վերջին։ Կողմերը պայմանավորվել են դեկտեմբերին քննարկել այդ հարցը։ Ռուսաստանը պատրաստ է Բուդապեշտում ռուս-ամերիկյան երկրորդ գագաթնաժողովի անցկացմանը, եթե այն հիմնված լինի Ալյասկայում երկու նախագահների գագաթնաժողովի արդյունքների վրա, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը։ Սերգեյ Լավրովի խոսքով Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի նախագահների հոկտեմբերի 16-ի հեռախոսազրույցը տեղի է ունեցել Անկորիջում ձեռք բերված փոխհմբռնման շրջանակում, իսկ հետագա հեռախոսազրույցը պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ գործնական եւ օգտակար էր։ Լավրովը նշել է, որ ԱՄՆ նախագահը գաղտնի զեկույցներ է ստացել, որի պատճառով էլ Բուդապեշտում նախատեսված հանդիպումը տապալվել է։ Դիվանագետի պնդմամբ լուրերը, թե Ռուսաստանը պատրաստ չէր բանակցություններին, կեղծ են։ Ըստ տարբեր լրատվամիջոցների աղբյուրների, Թրամփ-Պուտին հանդիպումը չեղարկվել էր, քանի որ Մոսկվան անիրատեսական պահանջներ էր առաջ քաշել։ Ռուս-ամերիկյան հնարավոր գագաթնաժողովին անդրադարձել է նաև ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Նրա խոսքով կողմերը համաձայնել են, որ երկու նախագահների հաջորդ հանդիպմանը պետք է լինի հստակ արդյունք, դրական ելքի իրական հնարավորություն։ Մենք ցանկանում ենք, որ այս պատերազմն ավարտվի, բայց չենք կարող հանդիպում անցկացնել հանուն հանդիպման, ասել է Ռուբիոն։ Վերջերս Արևելյան Եվրոպայի երկրների օդային տարածքի խախտումների վերաբերյալ Ռուբիոն նշել է, որ ըստ իրենց տեղեկության այդ սադրանքների հետևում Ռուսաստանն է։ Նա ընդգծել է, ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի շրջանակում պարտավորություն ունի պաշտպանելու իր գործընկերներին, եթե նրանք հարձակման ենթարկվեն։ 7 խմբի երկրների արտգործնախարարները եւ Եվրամիության դիվանագիտության ղեկավարը Կանադայում գագաթնաժողովից հետո կոչ են արել Ուկրաինայում անհապաղ հրադադար հաստատել։ Կողմերն ընդգծել են, որ բանակցային գործընթացի մեկնարկային կետը պետք է լինի ներկայիս շփման գիծը։ G7-ի արտգործնախարարները նաեւ քննարկել են Մոսկվայի վրա տնտեսական ճնշումն ուժեղացնելու հարցը, ինչպես նաեւ Արևմուտքում Ռուսաստանի սառեցված ակտիվների օգտագործման հնարավորությունը Ուկրաինային օգնելու նպատակով։ Արտգործնախարարները նաեւ ողջունել են Գազայի հատվածում հրադադարը եւ աջակցել ԱՄՆ նախագահի խաղաղության ծրագրին։ Նրանք նաև կարևորել են, որ ավելի շատ հումանիտար օգնություն հասնի Պաղեստինյան անկլավ ՄԱԿ-ի, Կարմիր խաչի եւ միջազգային այլ կազմակերպությունների միջոցով։ Բացի այդ, G7-ի արտգործնախարարներն Իրանին կոչ են արել վերսկսել ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ լիակատար գործակցությունը եւ ուղիղ բանակցություններ վարել Միացյալ Նահանգների հետ։
Ուկրաինայում կոռուպցիոն սկանդալի ֆոնին հրաժարական են ներկայացրել էներգետիկայի նախարար Սվիտլանա Հրինչուկը եւ արդարադատության նախարար Հերման Հալուշենկոն։ Նրանց հրաժարականը պահանջել էր նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Ուկրաինայի հակակոռուպցիոն մարմինների պնդմամբ նախկին եւ ներկա մի քանի պաշտոնյաներ, ինչպես նաեւ գործարար Թիմուր Մինդիչը, որը համարվում է նախագահ Զելենսկու ընկերը, ներգրավված են եղել Ուկրաինայի էներգետիկ ոլորտում լայնամասշտաբ կոռուպցիոն սխեմայում։ Ըստ նախնական գնահատականների յուրացվել է մոտ $100 միլիոն։ Գերմանիայի արտաքին գործերի նախարարը Կանադայում G7-ի գագաթնաժողովի ժամանակ վստահեցրել է, որ չնայած կոռուպցիոն սկանդալին, Գերմանիան եւ նրա արևմտյան գործընկերները կշարունակեն աջակցել Կիևին։ Որոտան 6 շենքի բակում կանայք իրար աչքալուսանք են տալիս։ Այդ օրվա սուրճն ու քաղցրավենիքն էլ 5-րդ հարկի բնակիչները կգնեն։ Մի մեծ հոգսից են ազատվել, փոխվել է բազմաբնակարանի տանիքի իրենց հատվածը։ Նայում եմ կրիշին հիանում եմ, որ 5-րդ հարկը ունեմ ես, որ կարելի ջուրջի թափելու աղջիկ ջան։ Ընդամենն է։ Պատեր առաջ։ Առաջվա դեր կաթմեր, հենա տանեմ տեսեք, վերևը կուխն ու վերևը լրիվ թացայլել։ Մեկեներ են կոտրատած շիֆերներ իրար գլխի լծած մեկեներ սենց փայլը մա, շենքը փայլը մա, ուրախանում են, ժողովուրդ ուրախանում են, բա ոնց չի շատ լավ է։ Որ աշնանային անձրևը անակնկալի չբերի, շինարարները տանիքը մաս-մաս են քանդում, ապա մոնտաժված հատվածը 1-2 օրում նորոգելու պայմանով։ Ձմեռը մոտենում է, մինչև ամանոր պիտի գործը ավարտին հասցնեն։ Նախատեսված է վերջացնել աշխատանքները մինչև դեկտեմբերի 25-ը, բայց աշխատանքների մեծամասամբ կատարված է, մնում է այնտեղ արդեն ջերմամեկուսացման շերտերը, որպեսզի դրվի տանիքի տակ ու օդափոխության այդ խնդիրները լուծվի, որովհետև մի քիչ անբավրոք վիճակում են էլի գտնվում։ Ու նախատեսում ենք նես չի ժամանակից շատ շուտ, բայց մաքսիմալ արագ վերջացնել, որպեսզի եղանակային պայմանների խնդիրներին չբախվենք։ Բնակիչներից շատերը մի քանի օրում վերացրել են առաստաղին ջրի թողած հետքերը։ Հիմա մի պահանջ ունեն՝ կողպեքով փակվեն տանիք տանող դռնակները, որ աղավնի որսացողների համար հասանելի չլինեն, եւ որ մարդիկ չտրորեն ու չփչացնեն ջերմամեկուսիչ շերտը։ Այդ շլաքը ես չեմ կարծում, որ տաքություն է տալիս։ Ձմեռը այստեղ շատ ցուրտ է լինում 5-րդ հարկերում, իսկ ամառն էլ բավականին շոկ է լինում։ Իսկ հիմա այն նոր բան արած փոխաստանիքների բնակիչները ճիշտ հակառակն են ասում են ձմեռը լինում է շատ տաք, որովհետև այդ ծածկերի վրա, այդ բաների վրա բետոնի վրա ասում իրանք հատուկ ինչ-որ նյութ են դնում ու ծածկում են եւ ձմեռը լինում է տաք, իսկ ամռանն էլ լինում է հով։ Այնպես որ ինձ սպասելիքները այդպիսին են, որպեսզի վերջապես այս 5-րդ հարկի բնակիչներս ձմեռները ավելի շատ չօգտագործենք այդ մեր վառելիքն, չգիտեմ, այնտեղ գազա եւ այլը, եւ ամառն էլ վայելենք մեր ամառը զով, ամառը տանը։ Սիսիան խոշորացված համայնքի 15 բազմաբնակարան շենքերի տանիքների հրատապ վերանորոգման կարիքը անցած տարի կառավարության նիստում էր քննարկվել եւ ֆինանսավորվել պետբյուջեից։ 2024-ին այդ նպատակով տրամադրվել է 243 միլիոն դրամ, այս տարի 98 միլիոն։ Տանիքների կապիտալ ամբողջությամբ վերանորոգվում է, ինքը ջերմամեկուսացվում է, փայտը ամբողջությամբ հանվում է նոր փայտով, թիթեղները փոխվում է, ազբոշիֆերները փոխարինվում է մետաղական թիթեղներով, ամբողջությամբ ջրահեռացման խողովակները ամբողջությամբ նույնպես մինչև հատակը փոխվում է։ 2024-ին տանիքները նորոգելու ընթացքում անձրևաջրերը տհաճ անակնկալ էին մատուցել բնակիչներին։ Էդվոն Միքայելյանի խոսքով շինարարական կազմակերպությունը հոգացել է ծախսերն ու իրենք բողոք չեն ստացել։ Մարդկանց անհանգստացնող հարցին էլ թե ինչու են տաք ամառը թողած ու շաշնանը տանիք փոխում, պատասխանում է։ Որոշակի ծրագրային խնդիրներ կար, քանի որ 2025 թվականի հունվարի 1-ից կառուցապատման թույլտվությունները տրվում են էլեկտրոնային տարբերակով, կախված այդ էլեկտրոնային նոր համակարգի հետ կապված տեխնիկական խնդիրների պատճառով ուշացել է շինթույլտվության տրամադրման process-ը, այդ իսկ պատճառով շինաշխատանքները սկսեցին 25 թվականի հոկտեմբերին։ Շենքերը բնակիչների սեփականությունն են, ծագող խնդիրների լուծողը այնտեղ ապրողները, բացատրում է համայնքապետարանի ներկայացուցիչը։ Հույս հայտնում, որ կձևավորվի կառավարման մշակույթ եւ ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող տարածքների սեփականատերերը մի օր ամբողջությամբ կստանձնեն դրանցում առաջացած հարցերի լուծումները։
ենք ուտնում, թեկուս մի ամիս կամ 10 տարի միայն արարել։ Եվ արարեց ու թողեց իր չկրկնվող ձեռագիրն ու գլուխգործոց ներկայացումները։ Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի 80-ամյակին նվիրված հիշատակի հոբելյանական երեկո էր, որտեղ սակայն Շահվերդյանի մասին անցյալով չեն խոսում։ Այստեղ նրա շունչն էր ու հավերժ ներկայությունը։ Բացի այն, որ Վահե Շահվերդյանը տաղանդավոր ռեժիսոր էր, բացի այն, որ ինքը թատրոնի գեղարվեստական ուղեցիջն էր գծում, նաև հրաշալի ուսուցիչ էր Վահե Շահվերդյանը եւ սովորեցնում էր յուրաքանչյուր քայլափոխի։ Վահե Շահվերդյանը լուր էր սովորեցնում էր նաև առօրյայի աղմուկի մեջ, սովորեցնում էր աննկատ։ Վահե Շահվերդյանը քայլող թատրոն էր։ Նա թատրոնի մշակն էր, թատրոնի տերն էր, թատրոնի ծառան էր։ Նրա համար ես չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ թատրոնը սրբավայր էր, բեմը խորան, իսկ ինքը այդ խորանի աղոթարարը։ Թատրոնը պետք է հնարավորինս երկար ապրեցնի Վահե Շահվերդյանի ներկայացումները, դա շատ կարևոր է։ Երբ որ ասում ենք Շահվերդյանը հանդիսատես է կրթել, նա կրթել է նաև իր գեղագիտությամբ ու այդ հանդիսատեսին որքան հնարավոր է պետք է մոտ պահել Շահվերդյանի գեղագիտությանը։ Միջոցառմանը ներկայացվեց Վահե Շահվերդյանի ստեղծագործական կյանքի 3 շրջանները։ Վաղ շրջանից ներկայացվեց հատված ամբողջ աշխարհը նվաճած 3 քույր ներկայացումից։ Չնայած ստեղծագործական միջին շրջանում Վանաձորի թատրոնում եւս ծնվել են լավագույն գործեր, սակայն միջին շրջանը ներկայացրեց Սունդուկյան թատրոնը, քանի որ այդ շրջանում Շահվերդյանը հենց մայր թատրոնում էր։ Նոր շրջանը ներկայացվեց Անուշ, Երկիր հայրենի, 1 ժամ հիշողություն եւ այլ ներկայացումներով։ Վանաձորի թատրոնի երիտասարդ արտիստների կողմից, ովքեր անցել են Շահվերդյանական դպրոցը։ Վահե Շահվերդյանը թատրոնում սահմանել է բարձր նշաձող գիտելիքների, նոր մոտեցումների ու լուծումների, բեմական էսթետիկայի ու ճաշակի ընկալման եւ որպես էտալոն հանձնել սերունդներին։ Ամեն ժամանակաշրջան ունի իր հենասյուները։ Վահե Շահվերդյանը իր ժամանակաշրջանի, որից մի կտոր մենք էլ ենք ունեցել իր հետ այդ ժամանակաշրջանը, այդ հենասյուներից մեկն է։ Ոչ թե նա իր ձեռագիրն է թողել, այլ փոխել է թատրոնը։ Դա շատ ավելի արմատական բան է, քան ոչ ունենալը։ Ինքը փոխել է թատրոնը։ Ու հիմա մենք իր ժառանգությունը թողած այդ ժառանգության վրա պետք է շարունակենք ու պետք է լավ կլինի, ճիշտ կլինի, ազնիվ կլինի, որ դրա վրա ավելացնենք։ Իսկ հանդիսատեսին կցանկանամ ինչքան հնարավոր է շատ Վահե Սուրենիչներ, ոչ միայն արվեստի բնագավառն։ Վարպետի որդին Սուրեն Շահվերդյանը ամենուր զգում է հոր ներկայությունը։ Վահե Շահվերդյանը դեռ երկար կապրի այն մարդկանց սրտերում, ովքեր գոնե մեկ անգամ ներկա են եղել նրա բեմադրություններին։ Ես ասեմ 3 տարի կարծես թե նա չկա, բայց ինչպես եւ ասացի, ես նրան անընդհատ տեսնում եմ իր օթյակում կամ 5-րդ կարգի մեջտեղի աթոռին նստած եւ այսօր նույնպես ես նրա ներկայությունը զգացի, որ մեղմ ժպիտով հետևում է այն ամենին, ինչ կատարվում է բեմում։ Նա իսկապես փոխել է շատ բան հայ թատրոնի պատմության մեջ, դերասանների պատմության մեջ եւ ինչպես ինքն է տեսակ իր հետևորդները, իր սաները շարունակում են իր գործը, ես նույնպես այսօր շարունակում եմ իր գործը եւ փոխում եմ թատրոնը, փորձում եմ փոխել այսօրվա ժամանակակից թատրոնը եւ իր ներկայությունը, իր խորհուրդները միշտ ինձ հետ են։ Միշտ ինձ հարց եմ տալիս, արդյոք այս իրավիճակում ինչպես հայրս կգործեր եւ դա ինձ օգնում է այսօր։ Թատրոնում շեշտում են։ Այստեղ Վահե Շահվերդյանին հիշելու կամ սրտերում պահելու ճիգեր չեն գործադրվում։ Նա թատրոնում է փորձերի, ներկայացումների ու քննարկումների ժամանակ։ Մի քիչ այլ տրամադրությամբ եկա, բայց նա բոլորովին ուրիշ տրամադրությամբ եմ գնալու։ Աշխեն Սուքեսյան, Հայկ Վարդանյան, Թղթապահ։
Սրանք պարզապես գործնական վարժություններ չեն, յուրաքանչյուր սցենարային իրավիճակ վերցված է ծառայության իրական դեպքերից, որոնց ապագա պարեկները պետք է կարողանան ճիշտ արձագանքել։ Ուսուցման տեսական փուլը հաղթահարած 110 սովորող հոկտեմբերի 27-ից անցնում է մասնագիտական պրակտիկա, գիտելիքները վերածելով գործնական հմտությունների։ Մասնագիտական պրակտիկան ներկայացված է երկու ձևաչափով, մի դեպքում նրանք պրակտիկան անցնում են պարեկային ծառայությունում, ներգրաված լինելով արտաքին ծառայությանը, իսկ մյուս դեպքում պրակտիկան կազմակերպվում է կրթահամալիրում։ Բարձր ռիսկային մեքենաներ կանգնեցնելուց մինչև ընտանեկան բռնության դեպքերին արձագանքում, ինքնասպանության կանխում։ Ապագա պարեկները զարգացնում են մասնագիտական հմտությունները, պատրաստ լինելով իրավիճակների հնարավոր զարգացման։ Ես խնդիրներ ունեմ, ես էլ չեմ կարող սենց ապրել։ Իմ գործընկերոջ հետ բանակցելով ինքնասպանության փորձ կատարողի հետ, համոզելով եւ համապատասխան գործողություններ իրականացնելով իրեն հետ մղեցինք այդ քայլից եւ փրկեցինք նրա կյանքը։ Սցենարային իրավիճակները հնարավորինս մոտարկված է իրական դեպքերին, որոնք որ պատահում են դրսում, ամեն օր պարեկային ծառայողները արձագանքում են այդ դեպքերին։ Այս իրավիճակները մեզ շատ գիտելիքներ են տալիս եւ իրադրությունը թելադրում է կողմնորոշվել եւ հասկանալ տվյալ իրավիճակում կոնկրետ ինչ գործողություններ պետք է իրականացնել, անձանց հետ շփվելու հմտություններ, որովհետեւ տարբեր իրավիճակներում դեպքերը տարբեր են, մարդիկ տարբեր են, խառնվածքները տարբեր են։ Ձեռբերված գիտելիքները վերածվում են փորձառության, երբ սովորողները միանում են պարեկային կարգախմբերին, ներգրավելով շուրջօրյա ծառայությանը։ Այսպիսի յուրաքանչյուր հերթափոխ ապագա պարեկի համար հնարավորություն է գործելու իրական միջավայրում զգալու ծառայության ռիթմն ու պատասխանատվությունը։ Առաջին օրը ճիշտն ասած մի քիչ լարված էի, բայց իմ ավակները փորձեցին այնպիսի միջավայր ստեղծեն, որ միանգամից բացվեցի, ներգրավվեցի, չեմ ասի հեշտ է, բայց պատրաստ էի սրան։ Մեր պրակտիկան շատ լավ ու հետաքրքիր է անցնում, որովհետև մենք ծանոթանում ենք մեր ծառայության առանձնահատկություններին։ Պրակտիկան մեզ տալիս է տեսնելու, գործելու հնարավորություն, ավելի ամրապնդելու մեր գիտելիքները։ Գործող պարեկներն իրենց փորձն են փոխանցում սովորողներին, ուղղորդելով նրանց յուրաքանչյուր գործողության ընթացքում։ Սկսած խաչմերուկների կարգավորումից, վթարների ձևակերպումից, քաղաքացիներին օգնելու, արձագանքելու, սպասարկելու հետ կապված բոլոր միջոցառումների ներգրավում ենք անմիջականորեն ցույց ենք տալիս մեր գործողությունները, հերթականությունները բացատրելով, եթե հարցեր ունի, հարցերին անպայման պատասխանելով, որպեսզի հետագայում իրենց արդեն ծառայության գործընթացում հնարավորինս հեշտ լինի շուտ յուրացնեն ու հնարավորինս արագ ինտեգրվեն ծառայությանը։ Մասնագիտական պրակտիկային կհաջորդի ապագա պարեկների ամփոփիչ պետական ատեստավորումը, որը հաջողությամբ հաղթահարածները կհամալրեն պարեկային ծառայության շարքերը։